Արաբկիրի 100 տանը գործող բարեգործական ճաշարանի կերակրացանկը սովորականից տարբեր է։ Խոհարարները Սուրբ Ծննդյան ուտեստներ են պատրաստել։ Մեծահասակներից շատերը չեն հիշում, թե վերջին անգամ երբ են տանը ձուկ ճաշակել։ Ոմանք էլ որոշել են իրենց հասանելիք ուտեստն ու աղանդերը տանել տուն թոռնիկների համար։ Մայրաքաղաքի 300 տներում գործող բարեգործական ճաշարաններում ամենօրյա տաք սնունդ է ստանում անապահով ընտանիքների 600 տարեց, նրանցից շատերը երկար տարիների շահառուներ են։ Արշավիր պապը 5 տարի է գալիս ճաշարան ու ամեն անգամ օրհնանքի խոսքերով հեռանում։ Շնորհակալ ենք եւ ճաշարանի ղեկավարությունից եւ սպասարկող ազգակազմից եւ գոհ շնորհակալ ենք հայ առաքելական եկեղեցուն հանձինս մեր մեծ պատվարժան վեհապարի որ ուշադրության կենտրոնում է պահում ձեր մարդկանց։ Սա ոչ թե ճաշարան է, սա կարելի ասել որ ռեստորան է։ Բոլորս էլ գոհ ենք։ 100-120 մարդ սա սնվում է, ապահոված, որ ինքը գիտի, որ առօտ գնաց սնվում է եւ նայում։ Սիրով ենք աշխատում ու շատ գոհ ենք, որ շնորհակալ աշխատանք ենք կատարում, կարծում եմ։ Ինչպես ամեն տարի մեծահասակներին տոնական ճաշի հետ նվերներ բաժանեցին։ Տաք սնունդից բացի ծերերը մայրաթոռից ստանում են բուժօգնություն։ Նախորդ տարի Լույս հայի աչքերին բարեգործական ծրագրի շրջանակում հետազոտվեցին ու բուժում ստացան շահառուների մեծ մասը։ Օպերացիայից հետո ես շնորհակալ եմ, տեսողությունս լավ է։ Նորքի 100 տան բարեգործական ճաշարանի շահառուներին անակնկալ էր սպասվում։ Բուժզննում անցած տարեցները ստացան խոստացված ակնոցները։